Իմ տղամարդը ժլատ է, գրում են ինձ աղջիկները։ Ինչ անեմ, կամ մեկին սիրահարվել եմ, հետը հանդիպել եմ և ընթացքում հասկացել եմ, որ ինքը ժլատ է։ Ինչ անեմ։ Հրաշքներս։ Եթե դուք դեռ չեք ամուսնացած, դուք ունեք ժամանակ մտածելու և հասկանալու պատրաստ եք ամբողջ կյանքում ժլատ մարդու հետ ապրել, թե ոչ։ Գիտեք, այստեղ կան և առավելություններ և թերություններ։ Ժլատ մարդը ամեն ինչ տան համար կանի և ամեն ինչ միշտ կունենա և ոչ մի խնդիր չի ունենա, տան համար ամեն ինչ կանի, միգուցե ձեր վրա խնայի, բայց այդ դեպքում, եթե դուք էլ եք աշխատում, կարելի է կոմպենսացնել։ Իսկ առատաձեռն տղամարդը ունի իր առավելություններն ու թերությունները։ Ամեն ինչ կանի, նվերներ կանի, հոգ կտանի, առավելություն է դա, առատաձեռն տղամարդ, բայց մի փաստ կա ստեղ։ Ինքը մենակ քո հետ չի լինելու առատաձեռն։ Ինքը նաև առատաձեռն է իր ծնողների հետ, քույր եղբայրների հետ, ընկերների հետ, կոլեկտիվի հետ, և ինքը նույն առատաձեռնությունով իրենց հետ է շփվելու։ Իսկ դրան դուք պատրաստ եք, որ ձեր ընտանիքից այսենց մաս-մաս գնա ամեն տեղ։ Հրաշքներս, այնպես որ մարդու էությունը նայեք, դուք սիրում եք իր հետ ապրել, թե ոչ։ Ձեզ համար նորմալ է այդ ամեն ինչը, թե ոչ։ Իսկ ինչ վերաբերվում է այն աղջիկներին, ովքեր արդեն ամուսնացած են և իր ամուսինը, օրինակ, ժլատ է, փակ ձեռքեր ունի, մի կողմից կարաք ուրախանաք, որ վսյով դոմ, ամեն ինչ տուն է գալու ու ոչ մի բան չի թռնելու ուրիշ տեղեր։ Շատ է պետք, ես գիտեմ, նման տղամարդիկ անգամ կնոջ համար հաշվարկելով են ամեն ինչ առնում, ու իրանք դրան կարևորություն են տալիս, են վաղ քեզ էս ինչ բանը առա, ոչինչ, եթե շատ եք ուզում լինի, դուք էլ աշխատեք, եթե ինքը լավ տղամարդ է, բերող է, ստեղծող է, լցնող է, կողքից աշխատեք, դուք էլ արեք, մնացած հարցերը թող կարգավորված լինի։ Իսկ ում ամուսինը, որ առատաձեռն է, նորից ստացվում է նենց, որ պետք է արդեն այդ մտքի հետ հանդարտվեք և հանդուրժեք և ընդունեք, որ ինքն էլ այդպես է և ոչ միայն ձեր հանդեպ, նաև մնացած բոլորի հանդեպ։